Ողջույն, ես Հենրի մայրիկն եմ, մայիսյան 20-րդ հավաքի շրջանակում ձեր համար կընթերցեմ Հովհաննես Թումանյանի Պոչար աղվեսը։ Իրար հետ պատմելով, քննարկելով կընթերցենք։ Լինում է չի լինում, մի պառավ է լինում։ Այս պառավը մի օր այծը կտրում է, կաթը դնում է և գնում է ցաղբերի, որպեսզի կրակ վառի, կաթը եփի։ Մեկ էլ հանկարծ անտառից գողեգող գալիս է աղվեսը։ Դունչը մտցնում է կաթի մեջ ու ամբողջ կաթը ուտում։ Այդ պահին տատիկը վրա է հասնում ցակատով, խփում և աղվեսի պոչը ինչ է անում։ Կտրում է։ Աղվեսը բարձրանում է քարի վրա և սկսում պառավին խնդրել։ Նանի ջանանի, պոչս դուր, կծեմ, կծմծեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինչ չասեն, պոչատ աղվես, որտեղ էի, պառավը ասում է, այդ դեպքում գնա կաթս բեր։ Աղվեսը գնում է կովի մոտ, ինչ է ասում կովին։ Կաթ տուր ինձ։ Որտեղ ես, ապրեսա։ Կովը ինչ է ասում։ Ասում է, որ ինձ գնա խոտվեր։ Աղվեսը գնում է ում մոտ։ Արտի մոտ։ Ասում է, արտիկ, խոտ դուր ինձ։ Խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա։ Կաթը տանեմ պառավին տամ, պառավը ինձ պոչս տա։ Կծեմ, կծմծեմ, ընկերներիս հասնեմ, որ ինչ չասեն, պոչատ աղվես։ Աղվեսը գնում է կալվորի մոտ։ Կուտը տանում է հավին, հավը ձուն տալիս, ձուն տանում է չարչին ունք է տալիս, ունքը տանում է աղջիկան, աղջիկը կուզ է տալիս, կուզ տանում է աղբորին, աղբոր ջուրը տալիս, ջուրը տանում է աղջիկ, աղջը խոտ է տալիս, խոտը տանում է կովին, կովը կարդ է տալիս, կարդը տանում է պառավին, պառավը կոչ է տալիս, Ցես, կծմծես, նամ կենեից հասնեմ, որ ինչ ասեն պոչատ աղվես, որտեղ էի։ Աղվեսը շատ է ուրախանում, որ պառավը պոչը տալիս է։ Ընկերների հասնում է։ Մեքերտը հավանեցի։